Ողջույն սիրելի ընկերներ, Մայիս Կարիբյանն է եւս մի հետաքրքիր podcast, որ պատրաստել եմ բոլոր իմ հետևողների համար։ Նրանք, ովքեր ինձ առաջի անգամ են միանում, իմ YouTube-յան ալիքը հիմնականում 4 կետերի մասին է. Faith, Family, Fitness, Finances։ Այս 4 կետերը, որ կարծում եմ շատ կարևոր է յուրաքանչյուրիս համար, որ մշտական ուշադրություն դարձնենք, որպեսզի ամեն օր ավելի կատարելագործվենք այս էրիաների մեջ։ Իհարկե, շոուի ընթացքում ունենում եմ տարբեր հյուրեր, տարբեր ոլորտներից, կլինի սպորտից, կլինի բիզնեսից, եւ այսօր այդ օրերից մեկն է, որտեղ ունեմ հիանալի հյուր, որին արդեն վերջի մոտ 3-4 տարին ավելի մոտիկից եմ ճանաչում եւ ասեմ, որ իրեն ճանաչել եմ իր հայրիկի միջոցով եւ իր հայրիկի հետ լավ ընկերներ ենք բավականին երկար տարիներ, այնպես որ բարևում եմ, Խաչատուր, ողջույն, կարծում եմ քո տղան էլ հեսա շուտով քեզ կբարևի։ Այսօրվա իմ հյուրն է հիանալի ընկեր եւ հիանալի անձնավորություն Միկա Չոբանյանը։ Միկա, ողջույն, ինչպե՞ս ես։ Ողջույն Մայիս, լավ եմ, դուք ինչպե՞ս եք, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Ինչքան ժամանակ է որ պատրաստվել ենք հանդիպենք, երևի մի 2-3 անգամ փորձեցինք, չստացվեց, այս անգամ եղավ։ Այո։ Պապային բարևներ։ Բարև պապ։ Ուրախ եմ, որ հարցազրույց ենք ունենալու եւ հավատում եմ, լինելով երիտասարդ, ինչ որ սովորել ես քո կյանքում, կարծում եմ քո փորձից շատերը օրինակ կվերցնեն, որտեվ քո մասին միշտ պապատ պատմում էր, բայց երբ որ եկար Ամերիկա, ավելի մոտիկից շփվեցինք, այնպես որ ուրախ եմ։ Մանավանդ։ Արդեն 2 տարուց ավել Ամերիկա ես, ոնց ես քեզ զգում, սիրում ես, չես սիրում, հայրենիքը կարոտել ես։ Ավելի քան 2։ 2-ից ավել է արդեն։ Մոտավորապես 5 տարի կլինի։ Օ 5, 2 տարի ուրիշ բանի հետ խառնեցի, այո, օքեյ։ Սիրել եմ, Ամերիկան ինքը իրականում շատ լավ տեղ է, շատ գեղեցիկ տեղ է, մանավանդ Լոս Անջելեսը։ Ու կարծում եմ, որտեղ էր որ լինես, եթե լավ մարդկանցով ես շրջապատված, դու կոնեկտ ես, այո։ So 5 տարի արդեն ստեղ ես, հետ գնացիր թե չէ։ Դեռ ոչ։ Ով ասնդ է սպասում քեզ անհամբեր ամենաշատը։ Շատ ընկերներ ունեմ, շատ քաղցր ընկերներ ունեմ, մեկը մյուսից լավը։ Դե երևի ճիշտ ժամանակին, երբ որ առիթը լինի, կգնաս։ Այո։ Կարող ես իրենց էլ բարևել։ Առաջ Աստված։ Շատ լավ, Միկա, դու արդեն 26 տարեկան ես եւ գիտեմ, որ քո 26 տարիների ընթացքում տարբեր ոլորտներում արդեն էքսպերիենս ունես։ Առաջին ուզում եմ խոսալ սպորտից, որտեվ 13 տարեկանից արդեն ֆուտբոլով, սակրով ես զբաղվում։ Ինչի հենց ֆուտբոլ, ինչն էր քո motivation-ը կամ ով ստիպեց քեզ, թե ինքնուրույն որոշեցիր։ Գիտեք ֆուտբոլը ոնց է ստացվել։ Ես կարատե էի գնում, տարիներ, երևի 3-4 տարի, եթե ոչ ավել։ Ու այդ ժամանակ մենք դեռ գյուղում էինք ապրում, Հայաստանի, Վրաստանի սահմանի գյուղերից մեկն է, կոչվում է Մեծավան։ Ու շատ լավ գնում էր իմ մոտ կարատեն, ահագին սիրում էի, ու չգիտեմ մի անգամ ոնց ստացվեց, բայց հայտնվեցի մեր դպրոցի ֆուտբոլի դաշտում ու մի տեսակ խաղացի առանց իմանալու, ֆուտբոլ խաղացի ու սիրեցի այդ խաղը։ Հետո պատճառներ էի ման գալիս, որ կարատե չգնայի, որպեսզի դասից հետո գնայի ֆուտբոլի։ Ու այդպես պապաս տեսա, որ շատ եմ սիրում, օրվա մեծ մասը դաշտում եմ լինում, տանը չեմ լինում, որոշեց տեղափոխվի Երևան, որպեսզի ես կարողանամ ֆուտբոլով զբաղվել ավելի պրոֆեսիոնալ։ Արդեն 13 տարի է։ Այո։ Հիմա գիտեմ ավելի շատ ուղղությունդ փոխել ես որպես coaching։ Այ Գլենդելում ինչ տարիքի երեխաների ես քոչանում։ Տարբեր տարիքի երեխաների, ես համագործակցում եմ Los Angeles International FC հետ, որը որ հայկական շատ լավ ակումբ է։ Ասում եմ հայկական, բայց ինքը բաց է բոլոր մարզիկների համար։ Իմ թիմը կոնկրետ հիմա իրանք ծնված են 2013 թվականին, այսինքն մինչև 12 տարեկան երեխեք են, 12-13։ Հիմնականում հայեր են։ Գրեթե բոլորը, այո։ Գրեթե բոլորը։ Իսկ հեշտ բան է քոչ լինելը։ Չի ասի հեշտ է։ Ամեն մարդու բանը չի։
Գիտես կամ հարցում իմ կարծիքով, էս իմ անձնական կարծիքն է, կարծում եմ հայերը մի քիչ uncoachable են։ Տենց է թե չէ։ Իմ երեխեքը շատ լավն են։ Հա։ Իմ երեխեքը բոլորը լսող սիրուն լավ երեխեք են, բայց իհարկե բոլորի մեջ էլ խարակտերիստիկաներ կան, որ պետք է ամեն մեկին ոնց որ անհատական մոտենաս։ Այո։ Սակրից coaching-ից բացի նաև բիզնես աշխարհում ես եւ մենք իրար հետ նույն օֆիսում ենք աշխատում։ Այո։ Այ ինչի որոշեցիր նաև բիզնեսի հետ առանջվես եւ ինչքանով է դա քեզ օգնել կամ ինչի ես որոշել նախ առաջինը բիզնես աշխարհել մտնես։ Well, մինչև այդ որոշում կայացնելը ահագին բաներ եմ փորձել, բանկում եմ աշխատել, տարբեր ուրիշ աշխատանքներ եմ արել։ Ու հիշում եմ, որ երբ որ եկա Ամերիկա, առաջին զանգերից մեկը հենց դուք էիք, որ զանգեցիք, ասացիք՝ «Արի, ես քո համար լավ բաներ ունեմ պատրաստած»։ Ու այդ խոսակցությունից հետո որոշումը կայացրեցի իրականում հետո, մեր խոսակցությունից ավելի հետո, երբ որ տարբեր բաներ ես փորձում ու ոչ մի բանի մեջ քեզ չես գտնում, ու անընդհատ այնքան ես մի բան փորձում, ինչեւ որ մի բանի մեջ քեզ տեսնում ես։ Ու ձեր հետ խոսակցությունից հետո ես insurance sales-ի մեջ ընդհանուր ինձ տեսա։ Ու հիմնական նաև մյուս պատճառներից մեկը այն է, որ ամեն ինչ որ անում ես, երբ որ ուրիշ մեկի համար ես աշխատում, դու լիմիտներ ունես։ Դու ոնց որ տուփի մեջ ես, ինչքան ուզում ես լավ աշխատի, փողը չի բարձրանալու կոպիտ ասած։ Ցավոք սրտի շատ մարդիկ միգուցե փոքր տարիքից ավելի էդի չեն կարողանում հասկանալ կամ չեն ընդունում։ Բայց տարիների ընթացքում, երբ որ դու աշխատում ես ուրիշի համար 20 տարեկան ես, 30, 40 եւ տեսնում ես, որ դու ֆինանսապես առաջ չես ընկնում, իմ մոտ շատ ա եղել մարդիկ եկել են ասել են, գիտես ինչ մայիս, հիմա որոշել եմ բիզնես անեմ, որտեղ ուրիշի համար աշխատելով, okay, ապրում ես, բայց միշտ հետ ես ընկնում։ Եվ Ամերիկան միշտ ասում են, չէ, it's land of opportunity։ Այո։ Բայց իրանք չեն ասում, էդի part առաջի part-ն է, part երկրորդը ասում են չեն ասում, որ եթե բիզնես աշխարհ մտնես, եթե ուրիշի համար աշխատես, միշտ struggle ես անելու, ինչ ես կարծում։ Տենց է համոզվել ես։ Դեռ համաձայն եմ, այո։ Մի հատ հետաքրքիր կինո կա, վաղուց էի նայել, ինքը իրականում սերիալ է ամերիկյան, ու իրականում ես անգլերեն հենց այդպես եմ սովորել այդ սերիալը նայելով։ Մեկը անգլերենով ասում է life is this, I like this. So that's the main reason I chose to do business. Business, yeah. Այո։ Is business easy world or it takes time to learn? It takes time to learn. For sure. Now, since you have a sport background, how sports affects running a business? In a lot of ways. First, one of the first thing that comes to mind is how to deal with people. Yeah, that's very important, especially in business. You know why I switched to English? I want people to know in 5 years someone can speak perfect English. So that's a good example. Thank you. I wouldn't say perfect, but yeah. Yeah, you're doing good. I remember when I was 5 years in USA, I wasn't speaking this fluently. Yeah. I think nowadays there's so many ways to learn English. Yeah. So Yeah, it helps. շատ լավ։ Մի փոքր հետ գնանք ավելի վաղ տարիքից օրինակ քո հայրիկը շատ հարգված եւ սիրված երգիչ է, քարոզիչ, երգիչ, հայրիկից ինչ ես սովորել, որ քո կյանքի մեջ օգտագործում ես։ Ամեն ինչ կարելի ասել։ Ինքը հիշում եմ մի անգամ մեր խոսակցություններից մեկի ժամանակ ինձ ասեց, տղաս ասեց, ես քեզ այս ամեն ինչը ասում եմ, որովհետեւ ես ժամանակին սխալվել եմ, չեմ ուզում դու ինձ սխալ անես։ Իրականում հայրիկիս հետ շատ լավ հարաբերություն եմ ունեցել, շատ քչերն են կարծում իրենց հայրիկի հետ ունենց հարաբերություն ունեցել, ոնց որ ես իմ հայրիկի հետ եմ ունեցել։ Ինքը միշտ ինձ ընկեր ա եղել, ու մինչև հիմա։ Մեկ իրան գրելուց գրում եմ ինչ կա ախպերս։ Okay։ Լավ բան է։ Դա հեշտ բան չի, չէ՞, անել այնպես։ Իսկ օրինակ կա մի բան, որ իրան քաշել ես, միգուցե երգել է, թե։ Լավ երգելու ունակություն ունեմ, այո։ Okay։ Չեմ աշխատել ձայնիս վրա, բայց որ փոքր էի, հայրիկը ահագին երգեր ինձ ձայնագրել է։ Հիշում եմ մի հատ կապույտ CD կար, դու մեկ է քույրիկդ լենա։ Այո։ Էդի որ թիվն էր, այդ չեմ հիշում։ Դեռ գյուղում ենք, այսինքն պետք է 2010-ից ու ներքև լինի։ 10-ից ներքև լինի։ Լավ, հետ գանք Ամերիկա։ Արդեն 5 տարի ստեղ ես։ Ինչն ես սիրում Ամերիկայի schedule-ի կամ սիստեմի եւ կա բաներ, որ չես սիրում։ Համեմատած Հայաստանի։ Չեմ սիրում այն բանը, որ
ամեն ինչը ժամադրությունով է։ Հայաստանը մի քիչ ազատ ենք։ Չնայած հիմա որ խոսում եմ ընկերներից հետ, ասում եմ, այստեղ էլ այնքան ժամանակը սուղ է ավելի դարձել, որ մենք էլ ենք համարյա այտենց ապրում, բայց այդ պահը ինձ հեչ դուր չի գալի։ Ամեն ինչի համար դու ժամադրության մի քիչ ռոբոտացված ես, չէ՞, ապրում։ Բայց Ամերիկան ոնց որ դուք ասացիք, land of opportunity։ Ինքը եթե դու աշխատասեր ես, կարծում եմ պետք է որ այստեղ հաջողության հասնես։ Համաձայն եմ, աշխատասիրությունը Ամերիկայում շատ է պահանջվում ու պիտի իրոք շատ աշխատասեր լինես։ Մանավանդ եթե բիզնես աշխարհ ես մտնում, ապացուցված է, որ 80% մարդիկ կամ 80% բիզնեսները փակվում են։ Այո։ Եվ դա գալիս է նրանից, որ մարդիկ միգուցե աշխատասեր չեն կամ շատ շուտ են հանձնվում, դրա համար ձախողվում են։ Մյուս հարց ուզում եմ տալ, տես օրինակի համար դու հիմա բիզնես աշխարհում ֆինանսական ինշուրանսների, ինվեստմենտների մեջ ես։ Այ ինչեր կա, որ մեր օֆիսում աշխատելով նաև փոխելա քո մեջ, ինչպես ես վարվում ֆինանսների հետ։ Այ ինչերա փոխե քո մեջ։ Եվ ինչ խորհուրդ կտաս երիտասարդներին, ինչ որ սովորել ես։ Շատ բաներ է փոխել իմ մեջ, իմ ծախսելու մեջ, իմ սեյվ անելու մեջ։ Առաջինը կասեմ, որ ավելի հեշտությամբ եմ ինվեստ անում։ Շատ չեմ մտածում, վայ, բա որ հանկարծ մի բան չստացվի։ Այսինքն ռիսկ ավելի ես վերցնում։ Այո, ավելի հեշտությամբ եմ այդ գումարը դնում ինչ-որ միտեղ։ Բայց միևնույն ժամանակ այդ ուր որ դնում եմ, պետք է հասկանամ ուղղությունը, թե ուր եմ դնում, նոր դնեմ։ By the way, մոռացա այն նոր client-ը անունը ինչ էր, որ օգնեցինք, անունը լավ պետք չի ասել։ Ինչ որոշեց, որ երեխա էր ունեցել։ Որոշեց, որ վերցնում եմ, վաղը չեմ այսօր ասած գամ office ու finalize անենք։ Good. Այո։ Շատ լավ։ Տես օրինակ մենք իրար հետ երևի, չգիտեմ, քանի հատ appointment, բայց բավականին appointment-ներ արել ենք։ Այ ինչ ես նկատում, ինչի Ամերիկայում այսքան մարդ, որ գալիս են Ամերիկա որպես land of opportunity, բայց շատերը նկատում ենք, որ paycheck-ից paycheck են ապրում։ Այ ինչ է սովոր, ինչու է այտենց։ Միգուցե սխալ ծախսելու պատճառներից մեկը դա է։ Վստահաբար սխալ ծախսելը պատճառներից մեկն է։ Ամերիկայում մարդիկ կոֆեի վրա են ապրում։ Առանց կոֆեի մարդիկ չեն ապրում ու շատերը ամեն առավոտ կարող գնան Starbucks մի հատ կոֆե խմեն, ամսվա վերջում չհասկանան, որ այդ Starbucks-ի գումարը իրան կարեն մի հատ այնց ինվեստմենտ անեն, որ 3-4 տարվա մեջ ահագին գումար վաստակած լինեին։ Մի 2 թե 3 օր առաջ էր Black Friday։ Այո։ Գիտես, չէ, average մարդը ինչքան փող է ծախսում, $2,000-3,000։ Հա։ Եվ շատ անգամ նրանք ծախսում են այնց բաների վրա, որ իրոք չկա։ Ուղղակի այսպես բոլորը առևտուր են անում, իրանք էլ այդ գծի մեջ ընկած առաջ են գնում։ Այո։ Եվ ամենավատը ինչն է, որ մարդիկ ծախսում են այդ գումարը, չէ։ Օրինակի համար իրանք պետք է գնեն հեռուստացույց $1,000 է, բայց երբ որ մտնում են խանութ, emotional են դառնում, 3,000 են ծախսում, եւ երբ որ այդ 2,000 գումարն էլ չունեն, credit card-ի վրա են դնում, այդ 3,000 բալանսը 2-3 տարվա ընթացքում իրանց վրա նայում է maybe 4-5,000։ Այո։ Դա ուրիշ բաներից մեկ, որ նկատել եմ, մարդիկ emergency savings չունեն։ Մեր կյանքում այնքան բաներ կա, որ մենք չենք կարող դա հաշվարկենք։ Ու շատ մարդիկ այդ emergency savings-ը չունեն։ Ու ձեր ասածի պես credit card, տոկոս դառնում է պատմություն։ Շատ լավ։ Այ նպատակ ունես հետ գնաս Հայաստան եւ հեշտ մտածել ես ոնց կլինի Ամերիկայից հետո Հայաստանը։ Նպատակ ունեմ, անպայման նպատակ ունեմ, ու թե ոնց կլինի Հայաստանը, չգիտեմ։ Որ ընկերներիս հետ խոսում եմ, ասում են, այսինչ մի բան է լավ, այսինչ մի բան է վատ է։ Բայց օրվա վերջում հայրենիքն է։ Միկա, մյուս հարց ուզում եմ տամ։ Տես դու փոքր տարիքից սկզբից էլ մեծացել ես հոգևոր ընտանիքում։ Այո։ Այ եթե Աստված քեզ տարիների ընթացքում սկսի ավելի օրհնել եւ դու ֆինանսապես ավելի մեծ բարձունքների հասնես, դա քեզ կատարյալ ուրախ մարդ կսարքի, թե ուրախությունը դրա մեջ չի։ Կատարյալ ուրախությունը երբեք փողի մեջ չի։ Բայց շատ է օգնում։ Եթե իհարկե ճիշտ ես օգտագործում։ Օրինակ, եթե դու գումար չունենալու, credit card վճարելու եւ այլն ստրեսը չես ունենում քո կյանքում, կարծում եմ դա քեզ շատ կօգնի։ Իսկ դու ինչ ես կարծում։ Նույն հարցը ոնց որ ես քեզ տամ։ Դու արդեն
23 տարվա experience ունես այո, ու վստահ եմ ահագին հաջողությունների ես հասել այս ոլորտում։ այո։ Ինչ ես կարծում կատարյալ ուրախության համար։ Ինչա պետք ու արդյոք գումարը օգնում է։ Եթե Աստծուն չիմանայի, երևի միանգամից կասեի, հա, փողը մարդուն ուրախացնում է։ Բայց քանի որ ես էլ փոքր տարիքից Աստծուն ճանաչում եմ եւ միևնույն ժամանակ բիզնես աշխարհում էքսպերիենս եմ ունեցել։ Գիտես, շատ անգամ երբ որ գումար ես սարքում եւ միտեղ ես հասնում, որ ավելի մեծ գումար ես սարքում, դա կարա քեզ կոնտրոլից դուրս գցի։ Եվ իմ հետ եղել է այտենց բաներ, անկեղծանամ։ Եղել է այտենց բաներ, որ ավելի ինքնավստահ ես լինում եւ միգուցե մտածում ես, գիտես ինչ, հա, Աստված էլի կա, բայց արդեն ես գիտես որոշ տեղ եմ հասել ու սկսում ես միգուցե չխոստովանես, որ այդ պահին Աստծուն առաջ տեղը չես դրել, բայց քո քայլերը տենց է ստացվում։ Այո։ Եվ ես ինձ բռնացրել եմ իմ կյանքի ընթացքում եւ ուրախ եմ, որ Աստված ինձ հասկացրել է, չէ, ինչքան էլ հաջողվես, տեղերը մի փոխի, որտեվ հենց փոխեցիր այդ քո ասած ֆինանսները ուր էլ լինես այդ պահին, կտենաս քո մեջ սկսում է դատարկություն, կտենաս քո մեջ ուրախության չափը իջնում է եւ ես ուրախ եմ, որ Աստված ինձ փոքր տարիքից իրեն ճանաչացրել է եւ ես հավատում եմ, որ Աստված օրհնում է այն մարդկանց, ում սիրտը քննում է եւ շատ անգամ եթե դու սրտով իրոք Աստծուն հետևում ես, ես զգացել եմ այդ ժամանակները Աստված ավելի է օրհնում, բայց այն ժամանակները, երբ որ որոշ չափ հավատքից մեջ թուլացել եմ, թեկուզ ֆինանսապես ունեցել եմ հաջողություններ, բայց տեսել եմ իմ մեջ դատարկություն ա լինում։ Այնց որ նրանք, ովքեր դեռ ֆինանսական հաջողություններ չեն ունեցել, առաջինը թող ավելի շատ հետևեն, մանավանդ եթե Աստծուն գիտեն, գիրքը կարդան, սովորեն, եկեղեցի գնան եւ Աստված որ տենա դու պատրաստես ճիշտ ժամանակին քեզ կօրհնի, որտեվ շատ անգամ եթե մենք մենակ ուզենք, օրինակ հիմա եմ ուզում օրհնվեմ, բայց Աստված գիտի դու դեռ պատրաստ ես, այդ օրհնությունը կարա միգուցե քեզ վնասի կամ շեղի։ Սո ես այտենց կպատասխանեի։ Շատ հետաքրքիր պատասխան է։ Ես էլ մի բան ասեմ այդ ուղղությամբ, որ իմ սիրած համարներից մեկը Աստվածաշնչում այդ առակած 16:8-ն է, ինքը հենց խոսում է հարստության մասին։ Ասում է ավելի լավ է քիչ հարստություն արդարությունով, քան թե մեծ հարստություններ անարդարությունով։ Ու իրականում կարծում եմ գիրքը կարդալը նաև մեզ սովորացնում է ֆինանսներ շատ տեղերում։ Իսկ կարա երկուսն էլ լինի։ Ոնց երկուսն էլ լինի։ Համ հաջողված հարստություն ունենաս, համ նաև Աստծուն հետևես ու կարծում եմ որ պետք է այդպես լինի, որովհետև նաև լիքը համարներ կան Աստվածաշնչում, որ մեզ ասում են, որ բռնածդ գործը Աստված կօրհնի, դու ես արա Աստված կօրհնի ու մինչև անձրևի գալը դու ոնց որ հունց կցանի։ Որտեղ մեկ-մեկ հոգևոր շրջապատում, որ խոսում ենք բիզնես, մեկ-մեկ լինում է այս դիբեյթն է գնում, որ ասում են, չէ, ավելի լավ է Աստծուն մոտիկ լինես, քան թե օրինակ հաջողվես, բայց ես ոչ թե փորձում եմ հակառակվեմ, ասում եմ, իսկ ինչի երկուսը չի կարա լինի։ Այո։ Դրա մեջ չեմ կարծում մեղ կա։ Մեղ չկա, ամենակարևորը սիրտը ճիշտ տեղում լինի։ Բայց դու ճիշտ ասացիր, որ ասացիր Աստծուն առաջնային պետք է դնես։ Ավելի լավ է սկզբից խոսքը կարդաս եւ այլն, ու հետո մնացածը կլինի։ Որը դժվար է մեկ-մեկ։ Դժվար է։ Այո։ Հիմա հարց. Քո կարծիքով փողը մարդուն փոխում է, թե իրական երեսը ջրի երես է բերում։ Հետաքրքիր հարց ես տալիս։ Կարծում եմ որոշ մարդկանց փոխում է։ Հա։ Ու կարծում եմ նաև որոշ դեպքերում էլ մյուս տարբերակն է, որ իրական երեսն է ջրի երես բերում։ Իրականում գիտեք, մեկ-մեկ մարդիկ, որ շատ փող են ունենում, իրանց շրջապատն է փոխվում։ Իսկ շրջապատը իրանց վրա է ազդում, իրանք ուրիշ ձևի մարդ են դառնում։ Կարծում եմ այն դեպքերը, որ մարդուն է փոխում, հետի է ավելի շատ։ Իքը հաջողակ մարդիկ ասում են, չէ, եթե քո կողքը 5 հատ միլիոնատեր կա, դու ես միլիոնատեր լինելու վաղ թե ուշ։ Ու կարծում եմ, որ երբ որ մարդիկ լավ հարստանում են ու սկսում են նենց մարդկանց հետ շփվել, ովքեր որ այդքան էլ, գիտեք, իրականում ճիշտ է այն բանը, որ երբ որ շատ գումար ես ունենում, Աստծաշնչին ժամ տրամադրել ավելի դժվար է, Աստծուն առաջնային դնել ավելի դժվար է։ Համաձայն եմ դրա հետ։ Ու այսինքն հարուստ մարդկանց հետ երբ որ նստում ես, չեմ կարծում մեծամասնությունը կխոսա Աստծուց։ Լավ, մի հատ sense հարց տամ։
ուշադիր եղի։ Եթե մեկը իհարկե թող կներեք բառիս համար բոլորը, ով նայում է, եթե մեկը սենց կռիսական խասյաթ ունի, լավ, սենց ասեմ, կամ որ ասում են կռիս մարդ է, չէ՞։ Ու ինքը ֆինանսապես հարստանում է։ Ես կարծում եմ ինքը հարուստ կռիս է դառնում, բայց էլի կռիս է մնում։ Իսկ եթե մեկը օրինակ բարի է, նվիրող է, օգնող է եւ ինքը հարստանում է, ինքը նույն բանը էլի անում է, բայց ավելի մեծ չափով։ Այո։ Այսինքն ես ավելի կողմ եմ, որ փողը ոչ թե մարդուն փոխում է, այլ քո իսկական տեսակը ավելի խոշորացնում է, ասենց ասեմ։ Այո։ Ես համաձայն եմ այդ մտքի հետ ու կարծում եմ հենց այդպես էլ պետք է քրիստոնյան ապրի։ Շատ լավ։ Լավ, մի քիչ հետ գնանք, մի քիչ հոգևոր դաշտ։ Կարծում եմ ովքեր մեզ նայելու են, շատերը Աստծուն հետևող են լինելու։ Այ եղել է քո կյանքում, որ սայթակել ես հավատքի մեջ եւ եթե եղել է, ինչպես ես հետ եկել։ Գիտեք ոնց փոքրուց դե հոգևոր ընտանիքի մեջ եմ եղել ու երբ որ տեղափոխվել ենք Երևան, էլի եկեղեցու մեջ եմ եղել։ Բայց ժամանակներ ա եղել, որ եկեղեցու մեջ լինելով անգամ ծառայելով Աստծո հետ մտերիմ հարաբերություններ չեմ ունեցել։ Կարծում եմ, թե ոնց եմ հետ եկել, ուղղակի Սուրբ Հոգին հանդիմանել է մեջս այնքան, ինչեւ որ գլուխս կախ հետ կամ սկսեմ խոսքը կարդալ, սկսեմ իմ առանձին ժամանակ ունենալ Աստծո հետ, ու թե ոնց եմ հետ եկել, չգիտեմ, ուղղակի տենց այդ անելով արդեն դու ավելի վերականգնում ես քո մտերմությունը Աստծո հետ։ Այ ինչից կարա հոգևորը սայթակի։ Հիմա այնքան փորձությունների մեջով են անցնում անավանդ իմ տարիքի տղաները ու ինձնից փոքր։ Հիմա փորձությունները շատ ավելի շատ են կարծում եմ, քան առաջ։ Ու համար մեկը կարծում եմ, այս բան մենք այնքան access ունենք տարբեր բաների, մեր աչքը այնքան բան է տեսնում, մենք չենք էլ նկատում։ Գնում է ենթագիտակցություն, մենք չենք էլ հասկանում։ Social media համար մեկը, այո, հեռախոս։ Ուրա գնում սենց։ Չգիտեմ, բայց նկատել ենք, որ մենք բոլորս հեռախոսը մեր աչք ձեռքը միշտ քայլում ենք, առանց հեռախոս չենք գալու։ Պատկերացնում եք առանց աստվածաշունչ չկարողանանք։ Այս վերջերս երբ որ օֆիս եմ գնում, ասենք թե շատ զանգեր ապոյնմենտներից հետո մեկ-մեկ հոգնում ես, դե մարդկանց հետ շփվելը այդքան էլ հեշտ չի։ Եվ մեկ-մեկ լինում է, որ քայլելով գնում եմ դեպի Ամերիկանա, ասենց ոնց որ մի 10-15 րոպե քայլում եմ, հետ եմ գալիս, շարունակում եմ գործս։ Հետո նկատեցի, որ նույնիսկ այդ սվետաֆորը անցնելու ժամանակ, թեկուզ իմ ճանապարհն է, էլի հեռախոսի վրա եմ եւ ասեցի, գիտես ինչ, այս բանը փոխելու եմ։ Գոնե այդ պահին պետք է вообще ուշադրություն չդարձնեմ հեռախոսին, որտեվ այդ պահին չգիտես, միգուցե սխալ մեկը ավտոմեքենայով անցնի, եւ ես մտածեցի, ինչի մենակ այդ պահին։ Շատ պահեր կա այտենց, որ ես ինձ եմ ասում։ Կարծում եմ բոլորի մոտ այս խնդիրը առաջացել է։ Թե հաց ուտելուց, թե ասենք թե մեկի հետ շփվելուց, ինչքան որ կարանք պետք է այդ հեռախոսին ուշադրություն չդարձնենք։ Այո։ Ինչ կարծիք ես։ Լրիվ համաձայն եմ ու կարծում եմ Չարլի Քերկը, որ մինչև իր մահանալը, իր բազում ինտերվյուներից մեկի ժամանակ հարցրեցին, ասեցին ինչ խորհուրդ կտաս ջահելներին, երիտասարդներին, ու ինքը խորհուրդներից մեկը ասաց՝ մի օր ունեցի այդ սաբետ, որ ասում են։ Հա, շաբաթօրն է, չէ՞, որ ինքը հեռախոս չէր վերկանում։ Ինքը հեռախոս չէր վերցնում։ Ընդհանրապես ինքը ոչ միայն հեռախոս չէր վերցնում, ինքը TV-ել չէր նայում, այսինքն խոսքը միայն հեռախոսի մասին չէ, էկրանների մասին է, որ էկրանների միջոցով ինչ ասած դու կարաս տենաս, միանգամից միտքդ կգնա տարբեր բաների։ Կարծում եմ դա շատ խելացի բան է։ Դա ոնց որ մեր ուղեղը ասենց ռիսեթ է անում։ Իսկ դու օրինակ հեչ հաշվել ես օրը քանի ժամ ես հեռախոսի մեջ։ Նայել եմ, screen time ունեմ, չէ՞, ու շատ օրեր լինում է, որ 6 ժամ, 5 ժամ։ Հետո ինքս ինձ ոնց որ արդարացնում եմ, ասում եմ դրանից կեսը կարող է իսկական իրականում գործ լինի։ Գործի հետ կապված։ Հա, գործի հետ կապված, բայց все-таки դա շատ է։ Այ հեչ մի հատ ֆորմուլա մտածել ես, որ
ավելի շատ կոնտրոլ անես, ճիշտ օգտագործես։ Այո, մտածել եմ վերցնեմ փոքր հեռախոս, մենք սիրում ենք ասենք չխկլիկ, կնոպիչնի, ու մի հատ քարտ դնեմ մեջը, որ իմ մտերիմ արդիկ ունենան այդ համարը, իսկ այս հեռախոսը իր համարով հենց այդ օրը շաբաթը գոնե 1 օր ուղղակի անջատած մի կողմ դրած լինի։ Լավ տարբերակ է։ Այո։ Շատ լավ, Միկա։ Գնալով որպես վերջնաբան, այս հարցը միշտ երևի բոլոր հյուրերին տալիս եմ, քանի որ երկուսովս հոգևոր ենք, այ ինչ անենք, որ լավ հոգևոր լինենք եւ լավ հայ լինենք։ Լավ հայ։ Հայ։ Առաջինը լավ հոգևոր լինենք կամ ձգտենք ավելի լավանանք եւ երկրորդը լավ հայ լինենք։ Դժվար հարց է տալիս։ Ես մի տեսակ չեմ զգում, որ ես այդտեղ հասել եմ, որ ասեմ համ լավ հոգևոր ոնց լինենք, համ լավ հայ, բայց դե փորձեմ պատասխանել այդ հարցին, առաջին բանը մեր հարաբերությունն Աստծո հետ, ինչքան մոտիկ ես Աստծո հետ, այդքան իր ձայնը լավ ես լսում։ Ինչքան իր ձայնը լավ ես լսում, այդքան քո որոշումների ու ամեն ինչի մեջ, քո կյանքի մեջ է ազդումը։ Կասեի համար առաջինը փորձենք ինչքան հնարավոր է մտերիմ լինենք Աստծո հետ։ Ինչքան մտերիմ, այդքան մեզ լավ։ Իսկ ոնց լավ հայ լինենք։ Ոնց լավ հայ լինենք։ Մանավանդ Ամերիկայում ենք, տես արդեն հայրենիքից հեռու ենք, շատ հայերից հեռու ենք։ Այո։ Ինչ անենք, որ ավելի որակով հայ դառնանք։ Մեր հայերիս խնդիրն է, որ միշտ մեջից իրար ուտում ենք։ Չենք սիրում իրար։ Չենք սիրում իրար, կարծում եմ պետք է իրար շատ սիրենք, որովհետև քիչ ենք մնացել։ Շատ լավ։ Մյուս հարցը, որ էլի հարցերից մեկն է, որ միշտ հյուրերին տալիս եմ։ Իհարկե դու երիտասարդ ես, 26 ես, բայց եթե այսօրվա 26 տարեկան Միկան գնա եւ խորհուրդ տա, օրինակ 16 տարեկան կամ 18 տարեկան Միկային, ինչ կասեր։ Լավ հարց է, երբեք չեմ մտածել այդ ուղղությամբ։ Ես միշտ իմ քայլերս նենց եմ արել, որ աջ ցախ հետև չեմ նայել։ Երևի կասեի ավելի ռիսկով քայլեր հետ գցի։ Շատ մի մտածի, perfectionist մի եղի, ավելի ռիսկով արա ինչ անում ես։ Շատ լավ, Միկա, հետաքրքիր հարցազրույց էր։ Նմանապես։ Կարծում եմ լիքը երիտասարդներ, ովքեր նայելու են, կսիրեն եւ եթե հարցեր ունեն, թող գրեն մեզ։ Այո։ Ապագայում միգուցե այդ հարցերից կազմված մի հատ ուրիշ podcast իրար հետ կդնենք։ Այո, ինչու՞ ոչ։ Բայց կուզեմ իմ նպատակներից մեկը միգուցե ես դու մեկ էլ հայրիկդ իրար հետ մի հատ podcast անենք։ Մեծ սիրով։ Շատ լավ։ Վերջի խոսքեր ինչ կասես որպես վերջնաբան։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար, իսկականից շատ լավ հարցազրույց ստացվեց, ես ինքս վայելեցի։ Նմանապես։ Նաև շնորհակալ եմ, որ ինչպես նշեցիր արդեն, այս քանի տարի մենք իրար հետ աշխատում ենք, իրականում մեծ պատիվ է։ Շատ լավ։ Ես էլ եմ շնորհակալ, Միկա, կհանդիպենք մյուս անգամ։ Եղավ, շնորհակալ։ Շատ լավ, սիրելի ընկերներ, ահա եւս մեկ podcast, որ ավարտվեց, հուսամ հավանեցիք եւ եթե հարցեր ունեք, անպայման գրեք մեզ։ Կհանդիպենք մյուս անգամ, Աստված բոլորիդ հետ, ստեսություն։